Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում իրադարձությունները լարված են և իհարկե ինտրիգային։ Հեռուստադիտողներն այն համբերությամբ սպասում են տեսնելու, թե ինչ զարգացումներ է լինելու հետագայում։ «Ուրիշի ընտանիքը» հեռուստասերիալում առաջին անգամ Ադրինե Աճեմյանին բացասական կերպար է բաժին հասել, որը դերասանուհին մարմնավորում է իդեալական, այնպես որ հեռուստադիտողների մեծ մասը նույնացնում են դերասանուհուն ու կերպարին։ Բայց այսօր դրա մասին չէ խոսքը։ Սիրված դերասանուհին այսօր նշում է ծննդյան տարեդարձը, նա դարձավ 20 տարեկան։ Դերասանուհին Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցից գրել է՝ «Բարև 20, նոր տասնամյակ, նոր ես ավելի հասուն, ավելի գիտակցված, բայց դեռ նույնն ես, երազող ու լույսով լի։ Անցած տարիները սովորեցրին՝ փայլը ներսից է գալիս, իսկ ուժը քեզ սիրելուց։ Կարմիրը պատահական չէ, այն պատմում է իմ նոր սկզբի մասին, ինքնավստահ, կանացի ու անզիջում։ Կարմիր ինչպես սիրտը, ինչպես կրակը, ինչպես էներգիան, որ 19 թողեց ինձ։ Շնորհակալ եմ անցած տարիների իրավիճակների ու մարդկանց տեսքով բոլոր դասերի համար։ Դուք ինձ շատ բան սովորեցրիք, իսկ հիմա առաջ դեպի նոր կյանք։ Այսօր ես 20-ն եմ, նույն ժպիտը, բայց նոր հայացքով։ Սա իմ պահն է փայլելու, սիրելու ու ապրելու ամբողջությամբ, առաջ դեպի մեծ կյանք լույսով, հավատքով ու վստահությամբ լի», գրել էր դերասանուհին։ Հիշեցնենք, որ Ադրինե Աճեմյանը նկարահանվում էր նաև Ելենա Արշակյանի «Ծովաչքերի պատճառով» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում էր քույրերից մեկին, ով բարի էր, հասկացող և իհարկե տարբերվում էր երկու քույրերից։ Նշենք նաև, որ Ադրինե Աճեմյանը մասնակցեց «Միս Աշխարհ 2025» գեղեցկության համաշխարհային մրցույթին։ Պատերազմական իրավիճակում հայտնված յուրաքանչյուր փոքր երկրին աշխարհի օգնությունն է պետք, խաղաղություն է պետք, ասել էր դերասանուհին։ Նշենք, որ 3 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կրկին մասնակցեց «Միս Աշխարհ 2025» գեղեցկության համաշխարհային մրցույթին, որը կայացավ մայիսի 7-ից 31-ը Հնդկաստանի Թելանգանա նահանգում, և Հայաստանը ներկայացրեց Ադրինեն։ Աշխարհին պետք է տեղեկացնել, որ փոքր երկրներն, այդ թվում Հայաստանը, երբ հայտնվում են պատերազմական իրավիճակներում, նրանց աշխարհի օգնությունն է պետք գալիս, ասել էր Ադրինեն՝ չկարողանալով զսպել հուզմունքը։ Նրա խոսքով իր ընտանիքն աջակցել է մրցույթին մասնակցելու իր որոշմանը։ Քանի որ Ադրինեն մասնագիտությամբ դերասան է, սովորում է թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 2-րդ կուրսում նկարահանվում սերիալներում, հույս ունի, որ իր հանդիսատեսն ավելի ակտիվ կլինի ու կաջակցի նրան։ 3 տարի անց, անկախ նրանից, թե Հայաստանը կներկայացներ մրցույթին և ինչքան տաղանդավոր կլիներ Հայաստանի համար, արդեն իսկ մեծ նշանակություն ունի մասնակցությունը, քանի որ մեր երկրի անունը կհնչի, դրոշն ու մշակույթը ևս մեկ անգամ կներկայացվեն մեծ բեմում, որը հիանալի հնարավորություն է, ասել է նա։ Նշենք, որ Miss Yerevan Production է ընտրել «Միս Աշխարհ 2025» գեղեցկության մրցույթում Հայաստանի ներկայացուցչին։ Փրոդաքշնի տնօրեն Արմինե Մուրադյանն իր հերթին նշել էր, որ Ադրինեն շատ լավ երգում է, ավարտել է երաժշտական դպրոցը, 12 տարի պրոֆեսիոնալ պարով է զբաղվել և ունի բոլոր շանսերը մասնակցելու «Միս Աշխարհ 2025»-ի տաղանդի վերաբերյալ գրեթե բոլոր մրցույթներին։ Ասուլիսին ներկա էր նաև «Միս Հայաստան 1998», «Միս ԱՊՀ 1999» Գոհար Հարությունյանը։ Նշենք, որ Ադրինե Աճեմյանը բավական ակտիվ է սոցիալական ցանցերում, նա պարբերաբար է տեսանյութերով ու լուսանկարներով կիսվում ինչպես իր առօրյայից, այնպես էլ իր գործունեությունից։ Այս համագործակցությունը Ելենա Արշակյանի և Ադրինե Աճեմյանի միջև առաջինը չէ։ Ինչպես դերասանուհին արդեն նշել էր իր հարցազրույցներից մեկում, արդեն 5-6-րդ անգամ է համագործակցում Ելենա Արշակյանի հետ։ Սերը երբեք չի մոռանում, ծովաչքերի պատճառով և այլն։ Դերասանուհին մի փոքրիկ կերպար էլ ունեցավ նաև նախորդ «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում էր Արփիին։ Մինչև հիմա հեռուստադիտողների մի մասը կարծում են, որ նրա կերպարը վերադառնալու է, քանի որ Հարսնաձորի անունը հենց
հուշում է, որ նա պետք է վերադառնա։ Նա այնտեղ մարմնավորում էր Արփին, ով ինչ-ինչ պատճառներով, բնականաբար հեռուստադիտողներին հայտնի այլևս չկա հեռուստասերիալում։ Դե ինչ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին և գրել ձեր կարծիքը նրա կերպարի մասին։ Ինչ եք կարծում, Ադրինեն կարողանում է փոխանցել բացասական կերպարի բոլոր նրբությունները, չէ՞ որ Ադրինեն մինչև հիմա ներկայացել է դրական կերպարով։ Գրեք նաև, թե ուրիշի ընտանիքը հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և ինչ եք կարծում, արդյոք Արևը կկարողանա Էլիզին վերափոխել։ Շատ հեռուստադիտողներ կարծում են, որ Արևն իր բարությամբ ու ջերմությամբ կկարողանա փոխել Էլիզին ու Էլիզը կդառնա դրական կերպար, իսկ հեռուստասերիալում սպասվում է նոր կերպարի մուտք։